Փառքասն։ Վերնագրել եմ, մենք իրար կարիք ունենք ու ուզում եմ սկսենք ստեղից, որ հոգևոր կյանքը ոչ միայն հավատք է, այլ նաև ընթացք է։ Ով է լսում ինձ։ Հոգևոր կյանքը ոչ միայն հավատք է, գիտեք, Պողոս առաքյալն ասում է, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի։ Կա հավատք, որ մենք հավատացինք, վերստին ծնվեցինք, հավատացինք, նեղ դռնով մտանք, հավատացինք, փրկվեցինք, բայց դա սկիզբն է, դա վերջը չի։ Նաև այդ հավատքը պետք է պահվի եւ հավատքով մեր ընթացքը պետք է գնանք։ Մեր ընթացքը պետք է միջև վերջ գնանք։ Եվ ընթացքի մեջ մենք դժվարություններ ենք ունենում, նեղություններ ենք ունենում։ Այդ ընթացքի մեջ տարբեր տեսակի դժվարություններ կա, նույնիսկ ես միգուցե դաժե թվարկածել լինեմ, չգիտեմ, օրինակ ոնց Իսրայել ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից, դա փրկություններ, չէ, դուրս եկան։ Բայց դեմները անապատ կար։ Իրանք պետք է այդ դժվարություններով, ասենք փորձությունով, փորձվում ենք, մենք փոխվում ենք, աճում ենք, ազատագրվում ենք, մենք ճանաչում ենք մեզ, հետո ճանաչում ենք Աստծուն։ Ու այս բոլոր Սուրբ գրքի խոսքերի համաձայն, ասում է 40 տարի պտտացրի անապատներում, որպեսզի իրանց սրտի եղածը հայտնի անեմ։ Սրտի եղածը, որպեսզի հայտնվի, կարիք կա դժվարություններով անցնվի։ Մարդուկին իրար ոնց որ թե շատ լավ են ճանաչում, բայց մի հատ դժվարություն է գալիս ու տեսնում ենք, որ այդքան էլ լավ չենք ճանաչում իրար։ Բայց մի վտանգ էլ կա, դրանով չեն չափում, որովհետև դժվարության ժամանակ, օրինակ հիվանդության ժամանակ բոլորս տարբեր ենք ռեակցիա տալի։ Կանայք ուժեղ են 39 աստիճան ջերմության մեջ իրանք կարողանում են հարթուկ անեն, լվացք անեն, տուն մաքրեն, ճաշ պատրաստեն, բայց տղամարդը 37-ի մեջ դա սարսափելի տանջանք է։ Եվ մենք պարկած ենք տեղաշորի տակ, գոռոցներս, նռոցներս դրած, դեղ ենք ուզում, սաղի վրա բարկացած ենք, մի տեսակ։ Ամեն դեպքում տարբեր ենք, բայց դա հիվանդության։ Լինում է նաև անհամերաշխություն, երբ որ մի հարցի շուրջը տարբեր եք մտածում։ Սովորաբար տղամարդիկ շտապում են, կանայք դանդաղում։ Սովորաբար տենց է, բայց որ հակառակն է, ինչ որ մեկի բախտը բերեց։ Եվ մի խոսքով շատ շարունակեմ, ընթացքի մեջ, նորից եմ ուզում ասեմ, հոգևոր կյանքը ոչ միայն հավատ, մենք հավատացինք, նաև ընթացք ունենք գնալու։ Պողոս առաքյալն ասում է, հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի։ Մնում է կենաց պսակը, հիմա տեսեք, այդ պսակը, որ Աստված պատրաստել է, դա վերջում է։ Չգիտեմ ինչի, ժամանակից շուտ բոլոր մարդիկ այդ պսակը ուզում են ստեղ ունենան երկրի վրա։ Բայց դա լավ չի։ Մենք պետք է համբերությամբ սպասենք մեր ընթացքին։ Միջև վերջ ընթացքը գնանք, նոր պսակը ստանանք։ Երբ որ օրինակ մի լավ բան ես արել եւ քեզ չեն գնահատել։ Այդ այն պսակն է, որ շնորհակալության պսակը պիտի դնեին գլխիդ ու չեն դրել։ Ու դու ինչ ես անում, սկսում ես մարդկանցից փառք որոնել։ Փնտրում ես մեկին եւ ասում ես, «Ես քանանում եմ, չեն գնահատում։ Իմ արածները չեն գնահատում»։ Դա կարող է լինել տնեցիկ, դա կարող է լինել եկեղեցում, դա կարող է լինել, Հովիվ Աղաջանը բոլորին գրեց շնորհակալություն, ստեղը մաքրելու համար, մեր խմբակին չգրեց։ Ոնց կլինի։ Գիտես, եւ ընթացքդ կատարի, առանց որևէ բանի, ընթացքդ դու կատարի։ Պսակը վերջում է։ Այն որ պսակները
վերջում Տեր Հիսուսը կտա, միտեղ ասում է համբերությամբ ձեր ընթացքը կատարեցեք, որպիսի կենաց պսակը վերցնեք։ Եթե այդ պսակը, որպիսի ձեզ հասնի, այդ բաժանելու ժամանակ, այդ ժամանակ ամենաշատը փոշմանելու ես, թե ինչի էի ուզում մարդկանցից փառավորվել։ Ինչի էի ուզում, ինչիս էր պետք, որ մեկը ինձ գովեստի խոսք ասել։ Կասի, չի ասի, դա իր գործն է։ Իմ գործը, իմ ընթացքը գնալն է, իմ ընթացքը կատարելն է։ Լավ, կարող ենք առաջ գնալ։ Ուրեմն ասացինք հոգևոր կյանքը ինչա ընթացք է։ Եվ հիմա ամենակարևորը, այդ ընթացքի մեջ մենք իրար կարիք ունենք։ Այս տեսակի հավատացյալ կա, որ ես ոչ մեկի կարիքը չունեմ, ես մենակ Աստծո կարիքն ունեմ։ Սա միամլիտ նորածին գառնուկի հոգեբանություն է։ Նորածին, նոր հոգևոր կյանք մտել, ես ոչ մեկի կարիքը չունեմ։ Տեսեք, չէ՞, տենց երեխեքը, որ ընտանիքում ծնվել են, ոչ մեկի կարիքը չունի, մենակ մամայի, ով գրկմաս ճվմա, գոռումա, ճչմա։ Մայրը գրկեց, մոր կարիքն ունի, վերջ։ Մի տեսակ սա այս ընթացքի մեջ նաև վտանգներ կա, մոլորության, հոգևոր անկման եւ կորուստի։ Շատ եմ խնդրում ձեզ, սիրելի եկեղեցի, թույլ տվեք, շարունակաբար խրատելու եմ եւ դրա կարիքը կա, որովհետեւ մենք իրար կարիք ունենք, ինչպես ես ձեր կարիքը, այնպես դուք իմ կարիքը։ Եվ այդ խրատելու համար, այդ ընթացքի մեջ որ կա, եթե չլինի այդ խրատը մեկս մյուսի, մենք շատ կորուստ կտանք եւ հնարավոր է որ նաեւ մոլորություն գնացվի։ Դրա համար շատ կարեւոր է որ խրատին համբերեք, որ Աստված որպես որդիների վերաբերվի։ Ես կկարտամ այդ տեղերը մի քիչ հետո, բայց ուզում եմ մի պատմություն պատմեմ, որ այս երկրորն ականջս ընկեր։ Մի անգամ մատիտը հանդիպում է ռետինին։ Եվ ասենք ռետինն ասում է՝ «Բարև մատիտ»։ Մատիտը ասում է՝ «Ես քո հետ չեմ ուզում խոսամ»։ Ես չեմ ուզում ընդհանրապես քո հետ շփվել։ Ասում եմ, ռետինն ասում է՝ «Ախր ես քեզ վատ բան չեմ արել, ինչ եմ արել»։ Ասում է՝ «Որովհետև ես ինչ գրում եմ, դու ջնջում ես»։ Ռետինն ասում է՝ «Բայց ես քո սխալներն եմ ջնջում»։ Մատիտն ասում է՝ «Միևնույն է, ինձ դուր չի գալի դա, ես հիասթափված եմ քեզանից»։ Ռետինն ասում է՝ «Գիտես ինչ, ճիշտ գրելը եւ սխալները ուղղելը դա իրար հավասար են։ Եթե ես ուղղում եմ, ջնջում եմ քո սխալները, դա հավասար է ճիշտ գրելուն։ Դրանք իրար հավասար են։ Ինչքան կարևոր է ճիշտ գրելը, այդքան էլ կարևոր է սխալների ուղղումը։ Ով հասկանում ինչ եմ խոսում։ Միևնույն է, մատիտը հոնքերը կախած, մի քիչ նայում, ասում է՝ «Բայց լսի, դու գնալով փոքրանում ես»։ Ռետինն ասում է՝ «Իմ կյանքն եմ դնում, իմ ինչքան հատված ունեմ մնալու, ես ինձ եմ ներդնում, որ քո սխալները ուղղեմ»։ Ու շարունակում ասում է՝ «Դեռ շարունակում ես ինձանից նեղվել»։ Չէ, ասում է, «Ինչպես կարամ նեղվեմ, երբ որ մեկը իր կյանքը դնում է ինձ համար, որ մեկը իրան դնում է, որ իմ սխալներն ուղղի։ Բայց ուզում եմ ասեմ, որ ոնց որ դու ես փոքրանում, տենց էլ ես եմ վերջանում»։ Մենք երկուսով մեկ ենք, մենք իրար կարիք ունենք։ Եկեղեցին այսօր եւ մատիտի կարիք ունի, եւ ռետինի կարիք ունի։ Ես ցավալի ասում եմ, այն մարդիկ, ովքեր որ մերժում են ռետինին, մի օր քո ընթացքը կգնաս, կտեսնես լիքը սխալներ։ Մի օր կտեսնես, որ քո կյանքում շատ բան ես գրել սխալ, շատ սխալներով ես ապրել, եւ քեզ խրատող չի եղել, եւ քեզ ուղղող չի եղել։ Դու կարիք ունես ռետինի։
եթե գրիչ ես։ Իսկ եթե ռետին ես, կարևոր է նաև ռետին էլ գրիչի, հա, կամ մատիտի կարիք ունի։ Մենք իրար կարիք շատ ունենք, հարազատներ ջան։ Չեմ կարացել հասկանամ միշտ այն մարդուն, ով որ մերժում է իրան խրատողին։ Սուրբ Գիրքը տես չի սովորացնում։ Երանի քեզ, եթե քեզ խրատող ունես։ Ես ասեմ, ես այս տեսակ մարդ եմ։ Ես մի քանի անգամ կխրատեմ, բայց կտեսնեմ, որ մեկը խրատս մերժում է, էլ չեմ խրատի։ Ես հետ կքաշվեմ։ Դու հիմա կասես, «Խի Հովիվ ջան», ինձ շատերն են ասել, «Հովիվ ջան, հենց սխալ անեմ, սխալս արի ինձ ասա»։ Հաստատ։ Այդ քանի դեռ չեմ հանդիմանել, շատ սիրով ասում ես կընդունեմ։ Մի օր մեկն ասում է, «Հովիվ, հենց սխալ անեմ, սխալս ասա»։ Հովիվն ասում է, «Ախր կքանդվես»։ Չէ, ասում ախր կքանդվես։ Չէ, դու ասա, դե ասում է, լսի։ Չես նկատում, որ քո երեխան տենց վազվզում է բան անում, սխալ ես անում էլի, որ ուշադրություն չես դարձնում քո երեխային, այդքան խանգարում է, ոչ մեկ ձեն չի անում, դու էլ ոչ որ իսկի պետք է չլինի, հա։ Ասում է, բա դու քո երեխան ուշադրություն դարձրել ես։ Ասում է, դե քուրիկ ջան, հետնել դու ես սխալը ունես, մի հատ էլ է սխալ ասում։ Հետո ասում է, դու համբերություն չունես միջև վերջ։ Բա դու, բա ես, բա են ու կպնում է, բա քո ընտանիքը բան, ասում է, բա որ ասում էի կքանդվես, քուրիկ ջան։ Գիտես, շատ հեշտ է, երբ որ ասում ես ասա սխալս, բայց ի վիճակի ես տանես քո սխալը, ի վիճակի ես հանդիմանություն լսել, խրատ ընդունել, ի վիճակի ես, ասում է, խրատը ընդունողը օծման յուղ է ընդունում, խրատը մերժողը, Սուրբ Գիրքն ասում է, անմիտ է։ Իհարկե, ես չեմ ընտրում ում խրատեմ, բայց եթե մեկը զգամ, որ իմ կարիքը ունի, ես ամենայն ազնվությամբ, որպես ռետին, ինձ կդնեմ, կնվիրեմ իր կյանքում մի գործ անելու։ Մի քիչ ոչինչ, ինձանից է գնում, բայց դե դա էլ իմ գործն է, ռետինի գործն էլ է դա։ Ուրեմն, բերեք մի քիչ կարդանք։ Ես ասեցի 2 Տիմոթեոս 4:7, էսի շատ են կարդացել, բայց մի անգամ էլ եւս կարդանք։ Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Մենք երբ որ դուրս եկանք այս աշխարհից, պատերազմներ ունենք։ Ես ասեցի, հավատքը վերջը չի։ Տեսել եք այտենց հավատացյալները, ինչ ասում ես, ասում են, մենք հավատում ենք, որ Տերը արել է, մենք հավատում ենք, որ Տերը ներել է, մենք հավատում, այո, դա ճիշտ է, բայց ընթացք գոյություն ունի։ Ընթացքս կատարեցի։ Հավատքս պահեցի, ժողովուրդ ջան։ Այդ ընթացքի մեջ ինչպես ենք մենք կատարում։ Հիմա այս օրերի մեջ շնորհքի քարոզիչներ են հայտնվել եւ ինչ խոսում ես, ասում է ես հավատում եմ, որ Տերը ներել է, ես հավատում եմ, որ Տերն արել է։ Ասում եմ, բա ընթացքը, այդ ընթացքը ո՞նց է լինելու։ Ինչպես ես գնալու ընթացքը։ Պատկերացրեք, ընթացքը դու բանա, քո մատիտ ես, կյանքդ գրում ես։ Ինչ անում ես, դու քո կյանքը գրում ես։ Եվ մի օր կկանգնենք Տիրոջ առաջ, գրքերը բացվեցին, մի գիրք էլ բացվեց, որը կյանքի գիրք է։ Եվ ում անունը գրված չգտնվեց կյանքի գրքում, նա կրակի լիճը գցվեցավ։ Այսինքն գրքերը բացվեց, կյանքերը բացվեց, ձեր գրած, ձեր կյանքը դուք ապրելով կյանքներդ գրում եք։ Ամեն սխալել է գրվում։ Ինչպես ենք մեր ընթացքը գնում, ինչպես ենք մենք վարում մեր ընթացքը։ Եվ շատ կարևոր է, որ այդ ընթացքի մեջ այն անգամ քարոզել էի, քո կյանքում Պողոս ունենաս, քո կյանքում Տիմոթեոս ունենաս, հավատարիմ մարդիկ ունենաս, քո ընթացքում քեզ խրատողներ ունենաս, Փիլիպոս ունենաս, քո ընթացքում ունենաս մեկը, որը որ քեզ կասի, բարձրացի կողքից նստի, քո ընթացքում մեկի համար կողքիդ տեղ ունենաս, շատ լավ։ Եբրայեցիս թղթերում ասում է, ուստի մենք էլ, Եբրայեցիս 12:1-ն է, ուստի մենք էլ, որ
վկանների այսքան բազմություն ունենք մեզ շրջապած, դենք ցենք ամեն ծանրություն եւ մեզ ձյուրավ պաշարող մեղքը եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը։ Համբերությամբ ինչ անենք, վազենք մեր առջև դրած ասպարեզի ընթացքը։ Հոգևոր կյանքը ասպարեզի ընթացքը։ Համբերությամբ գնանք, ժողովուրդ ջան, ել եմ ասում, ժամանակից շուտ չակնկալելով բարձքի հատուցմանը։ Սպասեք ամեն բան Աստված իր ժամանակին կանի։ Մի բարի գործ ես արել եւ ոչ մեկ չի նկատել, ուշադրություն չի դարձրել քեզ, ամենտեղ ասում ես, դե լավություն անողի գլուխը ծակայելի չէ, սխալ ես մտածում։ Թող քո այդ արած բարի գործը երկինք հասնի։ Լավություն անողի գլուխը երբեք ծակ չի լինում։ Չանողի գլուխն է ծակ, եթե ինձ հարցնի։ Ուրեմն ասեցի, այդ ընթացքի մեջ մենք ծով կա մեր առաջ, անապատներ կան, պատերազմներ կան եւ այլն եւ այլն։ Եվ այդ ընթացքում մենք փոխվում ենք։ Այդ ընթացքում մենք փորձվում ենք։ Իրարով էլ ենք փորձվում, ժողովուրդ ջան։ Իրար հոգևոր կրթում ենք, աճում ենք, հա։ Եվ վերջապես մարդը կարողանում է ազատագրվել։ Մենք սկսում ենք մեզ ճանաչել։ Ով է ինքը իրան ճանաչում։ Անկեղծ դուք ձեր մեջ մի հատ այդ հարցին պատասխանեք։ Դուք ձեզ ճանաչում եք։ Մեկ ես ինձ չեմ ճանաչում։ Ես դաժե չգիտեմ, ես լավն եմ թե փիսը։ Մեկ փիսն ենք։ Մեկ լավն ենք։ Մենք մեզ ատում ենք։ Մենք մեզ ինչպես ենք ճանաչում մեղքից հետո, ինչպես ենք մեզ ճանաչում, երբ որ սրբության մեջ ենք, երբ որ հիվանդի համար աղոտ պիտի անենք, մինչև աղոթելը մենք շատ զորավոր ենք, աղոթքից հետո որ չի բժշկվում, ջարդուշուր ենք կլնում, հավատքի մեջ տկար ենք, թույլ ենք, երբ որ միջար ոգի պիտի հանես եւ դրանից հետո եւ դրանից առաջ մենք մեզ շատ անգամ քննում ենք, շռում ենք եւ չենք հասկանում ինչպիսին ենք, լավն ենք, վատն ենք, մեծ ենք, ցածր ենք եւ հավատքը մի բան է, որ ասում է, երբ որ սերմերից մանանեխի հատիկը ամենափոքրն է, բայց երբ որ ընկնում է հողի մեջ, աճում է մեծ ծառա դառնում եւ թռչունները գալիս են նրա թևերին ապաստարան գնում, հանգիստ են գտնում։ Ես այսօր առավոտը գրել էի հովական սայթում, որ մտածում էի առավոտուց, ասում եմ, լավ, այդ թռչունները, այդ ովքեր են, որ գալիս են հավատքով մեծացած այդ ճյուղերի տակ, մեծացած հավատքը աճելու հատկություն ունի, բարձրանալու հատկություն ունի։ Տեսել եք մեկը մեծ ծառ է դառել, այն մյուսը ոնց հողի տակին մի փուչուր սերմ ա եղել, տենց էլ չորացել է, մնացել է։ Ու ասում ես այն մարդ, այս մարդը խիչի աճում հավատքի մեջ։ Ինչն է խանգարում։ Նույն քարոզն է լսում, նույն խոսքն է կարդում, նույն Աստծուն է աղոթք անում, նույն Աստծո առաջ է գալի, նույն խմբակն է գնում, նույն եկեղեցին է գնում, բայց բարձրանում այս մեկը չորանում է։ Այս մեկը լրիվ ուրիշ ձև է մտածում, այս մեկը լրիվ ուրիշ ձև է մտածում։ Ես մեկ ասում եմ, միթե ես երկու ավետարան եմ քարոզում ստեղից, չէ՞ որ մի ավետարան եմ քարոզում։ Ոնց է որ մեկ այսպիսին է եւ մյուս այնպիսին։ Եվ մտածում եմ, որ շատ կարեւոր է, որ մենք մեր ընթացքի մեջ նաեւ ունենանք մեզ խրատողներ, անհատական, որի հետ կարող ենք կիսվել, որ մեր հավատքը ծնվի ավետարանի խոսքից, ոչ թե մարդկային հրապուրիչ խոսքերով, այլ ավետարանից բխած հավատն է մեզ մեկացնում։ Երբ որ մենք երեք սկսեցինք այստեղ լեցնել առաջի հարկը լրիվ վերջացրեցինք այդ սյաշկեն վերջապես փարկասը, հա։ Եվ տեսա ինչքան կարևոր է միաբանությունը, ինչքան ուժ կա միաբանության մեջ։ Երբ որ մենք սաղս իրար հետ ենք, այն գործը, որ պիտի արվեր մի շաբաթ, մենք արեցինք 3 ժամուկես 4 ժամ։ Այսինքն միաբանության մեջ կարող ենք ժամանակի կրճատում ունենալ, միաբանության մեջ կարող ենք շատ հաղթանակների հասնել, շատ բաների հասնել, բայց այդ ընթացքի մեջ է լինում։ Հիմա կարանք իհարկե ամեն մեկը իր համար։ Մի անգամ այդ օրինակը բերեմ, թույլ տվեք այս անգամ էլ ասեմ։ Պատկերացրեք, ապրում ենք մի քաղաքում, բոլորս, եւ ամեն մեկը մի գործ ունի։ Մեկը առևտուր անում, հա,
վերջապես բանանա ծախում, խնձորա ծախում, այն մյուսն էլ կոշիկա նորոգում, վերանորոգում։ Իսկ այն մյուսը վարսավիրա, ինչ որ մեր մեջ ենք, էլի, հա։ Հիմա սա ասում է, արի ես քեզ բանան տամ, դու իմ կոշիկները նորոգի։ Այն մյուսն էլ ասում է, արի ես քեզ ինչ էր, մազերդ կտրեմ, հա, դու էլ խնդրում եմ վերջը, էս էլ դու տուր ինձ, ինչ որ բան։ Սենց մենք երբ որ իրար կարիք կհոգանք, մենք իրար կարիք շատ ունենք։ Մենք կարող ենք շատ բանի հասնել իրար հետ։ Բայց երբ որ ամեն մեկ ասում է, չէ, ես իմ բանանը քեզ չեմ տա։ Ինչ ես տա։ Չեմ տա ու վերջ։ Ես իմ ուտելիքները քեզ չեմ տա։ Նա ասում է, ես կոշիկը չեմ սարքի։ Ես ասում եմ, վերջապես, ու սա բերում է ինչի, համ նա է առանց կոշիկ մանգալի, համ նա է անընդհատ ծարավ մանգալի, համ են մյուսն է անընդհատ մազերը թափած մանգալի։ Հա։ Եթե խելացի լինեն, մեկը մյուսի կծառայեն, մեկը մյուսի ծառայելով, ամեն ինչի կհասնեն։ Սա օրինակ եմ բերում, էլի, սա օրինակի համար եմ ասում։ Երբ որ մենք մի գնացքի մեջ ենք, մի վագոնի մեջ ենք, ժողովուրդ ջան։ Մենք բոլորս մի վագոնի մեջ ընթացքը գնում է, անընդհատ մեր գնացքը շարժվում է։ Ճանապարհին ոմանք որոշեցին դուրս գալ մեջից։ Ճանապարհին ոմանք որոշեցին ուղղակի իրար ծեծելով գնալ։ Պրոստը կարանք երգելով գնանք, կարանք իրար ծեծելով գնանք, ոնց ուզում եք։ Ասում, բայց իրար եթե ուտեք, զգուշկացեք, իրար չսպառեք, չվերջացնեք։ Իրար կարող ենք սպառել։ Մի խոսքով, լավա որ դու խրատող ունենաս, լավա որ այդ ճանապարհի մեջ մեկը քեզ առաջնորդի, լավա որ մեկը քեզ խնամք տանի։ Մի փոքր այդ մասին խոսամ, հետո նոր կգամ ավարտի, լավ։ Ուրեմն Կողոսացիս 1:28-ն է, որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնացնենք Քրիստոս Հիսուսում։ Ուրեմն Քրիստոսին մենք քարոզում ենք ամեն մարդու խրատելով եւ ամեն մարդու սովորեցնելով ամեն իմաստությունով, որ ամեն մարդու բոլորին անխտիր, որպիսի ամեն մարդու կատարյալ կանգնացնենք Հիսուս Քրիստոսում։ Հիմա այս մարդկանցից մեկը, եթե ասի չեմ ուզում դու ինձ մի խրատի, միթե Պողոս առաքյալը կշարունակեր իրան խրատել։ Ոչ։ Կողոսացիս եկեղեցում նրանք ինչ են անում, մենք մերը կասենք, շարունակությունը ձերն է ընդունելը։ Չէ, պետք չի շարունակել, այս խոսքը ստեղ որ գնում էր, ուրեմն խրատելու մասին եմ խոսում հիմա։ Կողոսացիս 3:16-ը ասում է Քրիստոսի խոսքը առատությամբ բնակվի ձեր մեջ, Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջում առատապես ամեն իմաստությունով։ Ինչի համար։ Իրար սովորացրեք, խրատեցեք սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով եւ շնորհքով օրհներկեցեք Տիրոջը ձեր սրտերում։ Հետաքրքիր է։ Ստեղ ասում է, որ իրար խրատեցեք։ Ինձ ռետինը պետք չի։ Ես ռետինից նեղացած եմ։ Դե սխալներով ապրում։ Չես ուզում ռետին, մնա առանց ռետին։ Բայց երանի քեզ, եթե կա մեկը, որ ուղղում է, ջնջում է, անընդհատ խրատելով, որ գիտես ճիշտ չի։ Քույրերից մեկը անպատիժ խոսք ուներ իր բերանում, միշտ տարիներ առաջ շատ էր օգտագործում։ Մի օր ասացի մի ասա, այդ սխալ է։ Մի արա այդպես։ Դա կտրեցին, գցեցինք այդ մարդու կյանքից։ Այդ կյանքում չեմ լսել այդ կնոջից այդ խոսքը։ Բառեր կան, որ մեր կյանքից պետքա լեքսիկոնից հանենք։ Եթե նկատել եք, մեր երիտասարդները ժարգոնով չեն խոսում։ Նո, կա մինիմում այն ժամանակ, որ ես Ռուբենեն սերունդը կտրտում էի, չէի թողում ժարգոնով խոսան։ Իրանց հասակակիցները սաղ ուրիշ ձև էին խոսում։ Դրսում։ Ժարգոնն էլ պիտի կտրես անես։ Ռետինը ջնջում է, էլ այդքանը ջնջեց։ Լավա թե վատա։ Ջնջեց,
Եվ տեղը ուրիշ բան գրեց։ Ոնց որ արա ախպեր, այլ ախպեր ջան։ Հա? Ջնջենք ուղում անենք, մի փոքր այդ ռետինի գործը շարունակենք։ Ասում է իրար սովորեցրեք, խրատեցեք ու հոգևոր սաղմոսներով, օրհնություններով, հոգերով, երգերով, շնորհքով օրհնեցեք, երգեցեք Տիրոջը, փառաբանեք։ Սա Տիրոջ պատվիրանքն է, այն ինչ որ անում են։ Խի եք դուք երգում, ինձ ասել են դες բան։ Ինչ եք դուք երգում։ Աստծո Գիրքն է ասում, հոգևոր երգերով։ Եթե ասում է այսպես արեք, եկեք այսպես անենք։ Ամեն դեպքում մի մատիտ կա, որ երբեք ռետինի կարիք չի ունեցե, միշտ անսխալ է գրել։ Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքն է։ Ամեն։ Եվ նա երբեք սխալ չի գրում։ Եվ մեր սրտերի մեջ փորագրած է նրա խոսքերը արմատացած։ Բայց մենք իրար կարիք ունենք։ Ես հասկանում եմ, որ դու անհատական քրիստոնյա ես, բայց հիշի, Աստված պատվիրան է տվել, սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրեցեք իրար։ Դու չես կարող առանց եկեղեցու, դու չես կարող առանց քույր եղբայրների, դա մոլորված սխալ հավատք է։ Օրինակ այս օրերի մեջ on-line եկեղեցի, on-line եղբայրներ, on-line քույրիկներ, on-line ամուսնություններ, on-line հաղորդություն, on-line ձեռնադրումներ, այտենց չի լինում, on-line չի լինում։ Մենք կարիք ունենք նատուրալնի։ Այս օրերի մեջ կեղծիք այնքան շատ է, որ մարդիկ ներքուցել են համաձայնվել, որ բնականը թողնեն, անբնականի հետևից գնան։ Դրա համար ասում է Աստված անարգ կիրքերի մատնեց եւ անարգ բաներ անելով, բնականը թողնելով։ Մենք բնականի կարիք ունենք, մենք բնական ենք, մենք անբնական չենք, ժողովուրդ ջան։ Կարող եմ շարունակել։ Ուրեմն Հռոմեացիս 15-րդ գլխի 14 խոսքը։ Եվ ես ինքս էլ եղբայրքս ձեզ համար հաստատեմ, որ դուք լիքն եք բարությունով, լեցված ամեն գիտությունով, որ կարող եք իրար խրատել։ Նորից ասում, իրար խրատել։ Դուք գիտությունով լեցված եք, Հռոմեացիս եկեղեցին ասում է, դուք լիքն եք բարությունով, լեցված եք ամեն գիտությունով, որ երբ որ դու բարությունով, գիտությունով լիքն եք, ասում է կարող եք իրար խրատել։ Գիտեք ինչի, որովհետև բաց էին իրանք ընդունելու իրարից, բաց էին ընդունելու։ Ժողովուրդ, խնդրում եմ, այս մի քանի րոպեն ուշադիր լսեք։ Մեր ազգի մեջ մենք շատ գովելու բաներ ունենք։ Մենք սիրում ենք մեզ գովել։ Դա մեր առաջին դեֆեկտն է, որ մենք մեզ գովում ենք։ Խնդրում եմ, քանի մենք մերոնցով ենք, եկեք մեր մինուսներից էլ խոսանք։ Մի խնդիր ունենք։ Մեզանից ամեն մեկը թագավոր է եւ ոչ մեկս չենք ուզում ծառայել։ Մենք ամեն մեկս ուզում ենք, հա, ոնց որ տարիներ առաջ լսի, ամեն մեկը ուզում է ինքը գոլ խփի, բայց ոչ մեկ չի ուզում պաստա։ Ամեն մեկը ուզում է հանդիմանի խրատի, բայց չի ուզում խրատ ընդունի։ Բոլորը ասում են, թե որն է ճիշտ, բայց ոչ մեկ չի հասկանում ինչու՞ է ինքը սխալ։ Մենք դրա կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Հավատացնում եմ ձեզ, մենք մի տեսակ ազգային այս խնդիրը մեր մոտ։ Եթե միտեղ կտեսնեք 5 ազգա կանգնած, անպայման հայերից մեկը իրան սովորացնում է, թե որը որից հետո է։ Մի կողմից լավ է, որ լիդերսկի ենք, բայց մյուս կողմից մենք կարիք ունենք մենք ուղղվելու։ Ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը կորցնեմ։ Ինչ օգուտ։ Եթե բոլորին քարոզեմ, բայց ես խոտանելի գտնվեմ, փաստորեն տենց վիճակ կա, էլի, որ Պողոս Առաքյալը գրել է, ուրեմն տենց վիճակ կա։ Սաղին քարոզեմ, ես վերջում բրակ գտնվեմ։ Խոտանելին բրակն է հայերեն։ Սաղին քարոզեմ, ես վերջում բրակ կլնեմ։ Ինչի՞ է պետք դա։ Եկեք մեր վրա ուշադրություն դարձնենք։ Մի փոքր մենք մեր սխալների վրա ուշադրություն դարձնենք։ Եվ երբ որ դու չես գտնում, երբ որ դա սխալ է, թույլ տվեք ռետինա աշխատի ձեր կյանքում։ Դա նորմալ է, ժողովուրդ ջան։ Եբրայացիս ուրեմն 12-ի 5-ից 11-ը կարդանք։
Եվ մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ խոսում է։ Իմ որդյակ, ուշադիր լսեք ստեից։ Մի անարգիր տիրոջ խրատը եւ ոչ էլ վհատվիր հիասթափվիր։ Հա, ճիշտ եմ տանում։ Նրանից հանդիմանված ժամանակը ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանված ժամանակ, այսինքն եթե տիրոջ խոսքը քեզ հանդիմանել է, մի հիասթափ։ Փորձի, որովհետև Տերը իրան սիրածին խրատում է, ում որ սիրում է Տերը, նրան խրատում է։ Նա ծեծում է ամեն որդու, որ ընդունում է։ Եվ եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի։ Որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում։ Բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ թե որդիկ։ Շատ պարզ է, չէ՞, դաժե չեմ ուզում քարոզին խառնեմ։ Նայեք, մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանցից ամաչում ենք, հա, եթե այն ժամանակը տենց էր, որ հայրը հանդիմանում էր, երեխաները ամաչում են, ամոթ էր, որ հերը նկատողություն տար։ Չէ՞ որ առավել եւս պիտի հնազանդվենք հոգիների հորը, որ ապրենք։ Որովհետև սրանք մի քիչ ժամանակ իրանց հաճո երևցածին պես խրատում էին, բայց նա, աստծո մասնախոսքը, օգտի համար, որ նրա սրբությունը ընդունենք։ Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակ ուրախություն չի երևում, որ խրատում են, հանդիմանում են, այդ պահին այդքան էլ ուրախալի չի։ Տրտմություն է։ Դե լի սկսեց, ինչ ես խրատում։ Բայց հետո նրանով վարժվածները, ախր վարժվելը ուզում եմ ստե մի քիչ կանգնեմ նոր ասեմ, էլի։ Կամ մարդու այնքան խրատում ես մազոլա դառնում, արդեն որ հանդիմանում ես, էլ չի զգում։ Դրա մասին չի խոսքը։ Երեխուդ այնքան ասել ես չի կարելի, որ դու ասում ես չի կարելի, ինքը նաուշնիկները միացնում արդեն։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ ամեն անգամ վարժվել ես, ամաչել փորից, խրատվել ես, դաստիարակվել ես հոգևոր։ Նրանով վարժվածները արդար խաղաղության պտուղ է վճարում։ Ռուսերենում պտուղ է բերում։ Երբ որ նրանով վարժված ես, խրատը ընդունելով, կարողանում ես դրանով վարժվես, արդարության պտուղ ես բերում։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքեր եւ տկարացած ծունկեր եւ շարունակությունը։ Ժողովուրդ ջան, նորից ուզում եմ գանք ստեղ այդ խրատին։ Մենք իրար հետ ճանապարհ ենք գնում։ Եվ մենք կարիք ունենք իրար խրատելու։ Բայց հիշի, քո բաժինը խրատը ընդունելն է։ Եվ ամբողջ քարոզից միտքը սա է, քեզ վարժացրա խրատ ընդունելու, հանդիմանություն ընդունելու։ Թույլ տուր քո կյանքում մի ռետին աշխատի, գոնե մի ռետին աշխատի։ Եթե երկուսն աշխատի, ավելի լավ։ Բայց գոնե մի ռետին պետք է քո սխալների ուղումն անելու, քո մեղքերը ջնջելու։ Նկատի ունեմ քեզ խրատելու, ուղղելու։ Էդի նրա համար չի ապագայում Աստծո առաջ կանգնելու, մեր մեղքերը ներված լինելու։ Էդի նրա համար է, որ ընթացքի մեջ հավատքս պահեցի, ընթացքս, որ կա ընթացքի մեջ, կարողանամ ուղիղ լինել, կարողանամ չսխալվել, ընթացքս ճիշտ կատարեմ։ Ինձ հասկանում եք, չէ՞, որովհետև ընթացքում ես սխալվում եմ։ Ամենայն ազնվությամբ ես իմ վրա եմ վերցնում։ Ես ամեն օր կարող եմ տասնյակ սխալներ գործել։ Ես սա ոչ թե այնպես պարծենալու մարեմ ասում։ Ես չեմ սիրում դա։ Գրիշը ճիշտ ասաց։ Ես չեմ սիրում դա։ Ես չեմ սիրում սխալվել։ Ինչի Աստծո մարդու առաջ սխալվես, հետևից էլ գնաց ներողություն խնդրես։ 1-2 արա հետո ասում ես, արա դե ինչ մարդ եմ ես։ Ինչի սխալվեմ, որ ինչի ներողություն խնդրեմ։ Հետո սկսում ես դրա մեջ աճել, մեծանալ։ Հետո դրա մեջ սկսում ես կայանալ։ Հետո տեսնում ես, որ դու ազատ ես, ազատագրվեցիր։ Ես կարդացի անապատից, բանից, Եգիպտոսից մինչև Խոստացման երկիր, ինչքան բաներ են, 7 պունկտ էր նոր մի քիչ առաջ կարդացի։ Ինչեր է կատարում մեր հետ։ Որ մենք ազատագրվում ենք, ճանաչում ենք մենք մեզ, հա։
որ մենք աճում ենք, փոխվում ենք, նորոգվում ենք, վերջը, տենց գործողություններ է կատարվում։ Մեր ընթացքի մեջ է դա կատարվում։ Դա միայն հավատքը նեղ դուրը չի, նեղ դռնով մտանգներ, նաև նեղ ճամփա կա, մենք ընթացք ունենք գնալու, ժողովուրդ ջան, Սուրբ Գիրքը ամեն տեղ այդ մասին խոսում է։ Մենք ճանապարհ ունենք գնալու, մենք ընթացք ունենք գնալու։ Ժողովուրդ ջան, եկեք միջև վերջ գնանք հավատարմությամբ, որ ճանապարհի վերջին ոչ թե ամաչենք, այլ ասենք ապրես ռետին ախպեր, ապրես ռետին քույրիկ, հա, ռետին քույրիկ չի լավ, ռետին ախպեր, լավ, ապրես, շնորհակալ եմ քեզ համար։ Կանայք կան, որ տանը ռետին են։ Խես մարդը ինչ խոսում է ջնջում են, դրա մասին չէ։ Ճիշտ էլ ասի ջնջում են, սխալ էլ ասի ջնջում են, չէ, տենց ռետինի մասին չի։ Ես ուզում եմ, որ այո, հոգևոր ռետին լինի, որ քո կյանքում աշխատի, որ կարողանանք հասնենք փառած պսակին։ Այո, Տերը շատ օրհնի ձեզ։ Առաջարկում եմ կանգնենք աղոթքի։